Գիշերվա, վաղ կա ցերեկվա, վաղ կա գիշերային, վաղ կա ցերեկային։ Եթե այդ պաշտպանության տակ ենք, մենք չենք վախենալ գիշերվա զարհուրանքից։ Գիշերվա զարհուրանքը դարձյալ խավարի ուժերի ազդեցությունից է լինում։ Անհասկանալի վախ է հաճախ, վախ տարբեր բաներից։ Վախ տարբեր բաներից և ամենքս ենթակա ենք այդ վախին։ Ամենքից կարող է գալ և այդ վախը ամեն մարդկության վրա տարածված է։ Ամեն մարդիկ ինչ-որ չափի վախ ունեն։ Եվ նորմալ է ինչ-որ չափի վախ ունենալ։ Բայց երբ որ նորմայից ավելին է, արդեն քեզ էլ աննորմալ վիճակի մեջ կգցի։ Բայց եթե դու բարձրալի ծածկոցի տակ ես, դու չես վախենալ գիշերվա զարհուրանքից։ Դու չես վախենալ ցերեկվա թռչողներից։ Դու չես վախենալ աշխարհի լուրերից։ Դու չես վախենալ հիվանդությունից։ Դու չես վախենալ էկոնոմիկայի տնտեսության բարձրանալուց իջնելուց։ Դու չես վախենալ պատերազմի լուր լսելու։ Դու չես վախենալ ոչ մի բանից։ Դուք հասկանում եք, նրա մեջ ապահով ես, չես վախենում։ Ինչպես Աստված չի վախենում, նրա մեջ լինելով դու չես վախենում։ Ավասերներ դա ամենը չէ, որ միշտ հնարավոր է բացատրել, բայց դու գիտեք ինչի մասին է խոսքը։ Վախ, որը բերում է անհանգստությունը, անխաղաղություն, Իրոջ խոսքը ասում է, գարանտիա է տալիս, դու չես վախենալ գիշերվա զարհուրանքից և այն նետիցը, որ թռչում է ցերեկը նետեր կամ թռչող, նետեր աներևույթ, խավարի նետեր, խավարի ուժերի կողմից ցերեկով են գալի, բայց դու չես կարող դրանցից պրծնել, միայն պաշտպանությունը բարձրյալի ծածկոցի տակ բնակվելն է։ Այդ դեպքում դու ապահով կլինես։ Վեցերորդ խոսքը այն ժամտախտից, որ խավարում շուռ է գալիս, այն հարվածից, որ սապկեցնում է կես օրումը։ Ո սիրելիներ, այս բաները անհնարին է մարդկորեն դեմ կանգնել։ Անհնար է մարդկորեն սրանց դեմ կանգնել։ Սրանք հարվածներ են, որ գալիս են այն մարդկանց վրա, որոնք պաշտպանված չեն Աստծով։ Դա կարող է կես օրին լինել։ Դա կարող է քո ծաղկուն հաջողության շրջանում լինել։ Մարդկանց թվում է իրենք շատ ապահով են, վստահում են իրենց ունեցվածքին, վստահում են իրենց բազուկին, վստահում են իրենց պաշտոնին, վստահում են իրենց դիրքին, բայց այս հարվածները գալիս են կես օրին, այսինքն, երբ որ դու հաջողության մեջ ես, լույսի մեջ ես, մի տեսակ ամեն ապահովված ես երկրային բոլոր բաներով, բայց այդ հարվածը գալիս է և խփում է ու դու չես կարող դեմ առնել։ Հանկարծակի կարող է լինել։ Հանկարծակի կարող է հարված դպչել մարդ արածին անսպասելի և բոլորը շոկի մեջ ասեն ինչու համար, ինչ է, առողջ էր, հաջողակ էր, լավ է, դա հարված է, կեսօրին թռչողներ, որին դու չես կարող դեմ կանգնել, միայն բարձրալի ծածկոցի տակ բնակելով դու ապահով կլինես։ Միայն բարձրալի փետուրների տակ պաշտպանված կլինես։ Ասիաներ մենք մարդիկս մեզ թվում է մենք շատ կարող էակներ ենք, բայց մենք շատ անկարող էակներ ենք առանց Աստծու։ Առանց ասում ենք շատ անկարող ու թույլ ու անպաշտպան էակներ ենք, օրհնյալ լինի մեր Աստվածը, որ հայտնվել է մեր կյանքում։ 1000 հոգի քո կողմիցը կընկնեն և 10,000 քո աջ կողմիցը, բայց քեզ չի մոտենալ։ Այո, սիրելիներ, եթե բարձրալի ծածկոցի տակ ես, 1000 հոգի քո կողմից կընկնեն և 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենալ։ Ինչպես քեզ չի մոտենալ, որովհետև դու ապավինում ես նրան, որովհետև դու նրա ծածկոցի տակ ես, որովհետև դու ապավինում ես նրան ու նրա ծածկոցի տակ ես։ Այո,
8-րդ խոսքը միայն քո աչքերով կնայես եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես, որովհետեւ դու ես Տեր իմ հույսը, դու բարձրալին քեզ ապավին արիր, քեզ չար բան չի հասնի եւ նեղություն չի մոտենալ քո բնակարանին, որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում։ 9-րդ խոսքը սիրելիներ, 8-րդը նախ մեզ հայտնում է, որ կտեսնես քո աչքերով ամբարիշտների հատուցումը։ Նրանք, ովքեր հավատարիմ կմնան Տիրոջը համբերությունով, կտեսնեք ամբարիշտների հատուցումը։ Այսինքն կտեսնեք այն մարդկանց, որոնք Աստծուն չեն ապավինում, որոնք դեմ են Աստծուն կամ անհավատարիմ, կտեսնեք հատուցումը։ Անպայման պետք է ուղղակի համբերել։ Ժամանակը Աստծո զավակները ստուգվում են։ Ժամանակը ամբարիշտներին հաջողություն է լինում Աստծուն չհավատալով, Աստծուն փորձելով, Աստծուն հակառակ լինելով, բայց հաջողություն է ունենում։ Եվ Աստծո ժողովրդին անհաջողություն լինում է այդպիսի շրջանը։ Եվ Աստված ստուգում է ու քննում է։ Ու դու աստվածապաշտության մեջ ես, ու տեսնում ես անհաջողություններ, ու տեսնում ես ամբարիշտը անաստված, բայց հաջողություններ, եւ մտածում ես ինչու։ Այդ մասին ունենք Սաղմոս 73, Ասափի Սաղմոսը, որ ամբարիշտների հաջողությունը տեսա եւ նեղվեցի ու քիչ էր մնում սայթաքեի։ Այդ մասին ունենք Մաղաքիա մարգարեության 3 գլխում, որ ամբարիշտների հաջողությունը տեսան, Աստծուն չեն վստահում, չեն ապավինում ու հաջողակ են։ Բոլոր ժամանակներում Աստծո մարդիկ նայել են այս բաներին, Հոբի գրքում շատ կհանդիպեք, որ ամբարիշտները, անաստվածները ինչ հաջողություն ունեն, բայց այդ բոլորը ժամանակավոր է, այդ բոլորը ժամանակավոր է, խաբուսիկ է, ինչ տեսակ հաջողություն ունենա մարդը, եթե Աստծո պաշտպանությունը չունի, ինքը խաբված է, ահա որ մեծ խաբվածությամբ խաբված է։ Սուրբ Գիրքը ասում է՝ մի վայրկյանում կընկնեն, մի վայրկյանում կիջնեն գերեզմանը, մի վայրկյանում ոնց որ սահելքով տեղերում, որ միանգամից սղում են ու վայ են գնում, սղում են գետ են գնում, այդպես է լինելու, հանկարծ կարթնանան արդեն դժոխքի մեջ։ Շատ անսպասելի հարված է կլինում։ Ամբարիշտների հաջողության վրա մի նախանձեք։ Ամբարիշտների հաջողությունից մի գրգռվեք, Աստծո ժողովուրդ։ Մի ասեք, ինչու ես պաշտում եմ, եկեղեցի եմ գնում, իմս հաջող չէ, ինչու նա անաստված է իրենը հաջող է, մի նախանձեք։ Դա խաբուսիկ հաջողություն է։ Դա ժամանակավոր հաջողություն է, ես կասեմ դա մոլորեցնող հաջողություն է, եթե Աստծո պաշտպանության տակ չես, դու խաբված ես, դա քեզ խաբում է, այդ հաջողությունը ավելի է քեզ խաբում, ավելի է խստացնում, որ քո վիզը խստացնես, խստապարանոց լինես